անկախ դիտորդ առաքելությունը առավոտվանից դիտորդությունը իրականացում վաղաշաբաթ խոշորացված համայնքի դերակատարական մարմինների ընտրություններին մեր դիտորդները առավոտվա ժամը 7-ին շրջում են ընտրական տեղամասերով, այս պայմանությամբ այցելել են շուրջ 40 ընտրական տեղամաս, հիմնական խնդիրները, որոնք որ արձանագրվել են հետևյալն են ընթացակարգային 3, վիճաբանության դեպք 2, ուրեմն ընտրողների կազմակերպված տեղաշարժ 3, ուրեմն միտումնավոր բաց քվեարկություն 1, ես այստեղ ուզում եմ ասեմ, որ բաց քվեարկության դեպքեր շատ են, բայց մեկն է, որ դիտորդների կողմից գնահատվել է որպես միտումնավոր բաց, ոնց որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար եւ ոչ թե օրինակ կարգին չտիրապետելու կամ քվեարկցիկի հերթը շրջանցելու նպատակով։ Գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում գտնվելու մեկ դեպք սպառնալիքի, մեկ դեպք անգործության ընտրական հանձնաժողովի ղեկավարի, մեկ դեպք Գրանց Համատյանի էական թերություններով լրացման 4 դեպք եւ քվեարկության կտրոնի պայմանական ասենք ժամանակավոր հափշտակության, որտեղ հետո դրով վերադարձվեց 1 դեպք, դա մենք քննարկում ենք արդյոք հանցագործության պարունակումա թե չէ, որոշվեց որ չեն գնահատում, որ հանցագործություն կար այդտեղ։ Ուրեմն ասեմ, որ 3-վա եւ այսօրվա մասով, ինչպես գիտեք, կա ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության արգելքի կանոնակարգումներ եւ մենք հայտնաբերել ենք կարգի ակնհայտ խախտումներ, մասնավորապես Facebook սոցիալական ցանցում վճարվող գովազդ, որը շարունակվում է, այսինքն վճարվող գովազդի համար դրված ժամանակահատվածը ներառել է նաեւ այս արգելված լրության եւ քվեարկության օրը։ Ուղղակի այդպեսի դեպք, որ արվում է հենց կուսակցության Facebook-յան էջի կողմից նկատել ենք Հանրապետություն կուսակցության մասով 7 դեպք եւ անուղակի կամ աֆիլացված ուրեմն էջերի կողմից նկատել ենք քարոզչություն ուրեմն հայրենի քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ հաղթանակ դաշինքի մասով, ասեմ, որ մասնակցության մասով, ինչպես երևի բոլորը նկատել եք, մասնակցությունը առավոտվա ժամերին եղել է ուղի 2 անգամ ավելի բարձր, քան 2021 թվականի համանման ընտրություններում, բայց մեզ առավել հետաքրքիր են 3 գյուղերը, որտեղ պետք է հասկանալ, թե որ երևույթների արդյունքում է մասնակցությունը եղել ավելի քան 5 անգամ բարձր, դա Արշալույս, Հայթաղ եւ ծաղկալանչ գյուղերն են, որտեղ հնգակի բարձր է եւ պետք է հասկանալ ինչի արդյունքում է ընտրողների այդպիսի ակտիվություն, արդյոք դա ընտրողների բնական պահվածք է, թե առկա է ընտրողների վրա ապօրինի ինչ-որ միջամտություններ։ Ասեմ, որ մենք նաեւ արձանագրել ենք երեկվանից գիշերվանից սկսած խախտումների կեղծահազանգեր, այսինքն հազանգեր երևույթների մասին, որոնք ներկայացում են որպես խախտում, բայց այդպիսի չեն հանդիսանում գործող օրենսդրության մասով։ Առաջինը դա քվեաթերթիկների, այսպես կոչված տրցակները սեղանների շարած լինելը կամ քվեաթերթիկները ուրեմն ոչ չհրկիզվող պարանից դուրս պահելը, ասեմ, որ այս կարգավորումը վաղուց փոխվել է, քանի որ 17 թվականից արդեն 16 թվականից քվեաթերթիկները արդեն հատուկ հաշվառման փաստաթուղթ չեն, այն ժամանակ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանմամբ, իսկ 22 թվականից արդեն օրենքի մակարդակով ամրագրված է, որ քվեաթերթիկները չհրկիզվող պարանից դուրս են պահում եւ սա խախտում չէ։ Մյուսը դա պաստառները ընտրական տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, պաստառների համար կան սահմանված վայրեր, իհարկե չի կարող պաստառ լինել ամեն, չգիտեմ, սյան ամեն պատի վրա, բայց եթե դա սահմանված վայր է պաստառի համար, էական չի, թե սահմանված վայրը ընտրական տեղամասից ինչ հեռավորության վրա է։ Հաջորդը դա ընտրական շտաբ տեղամասի մոտակայքում, սա եւս խախտում չի, քանի դեռ շտաբը, կոնկրետ զանգով դեպքով մենք նայեցինք, քանի դեռ շտաբը եւ ընտրական տեղամասը նույն շինության մեջ չեն։ Այսինքն օրենսդիրը չի սահմանում, որ դրանք պետք է լինեն X հեռավորության վրա, սահմանում որ նույն շինության մեջ չպետք է լինեն։ Եվ նաեւ եղել է ինչ որ ահազանգ մի քիչ տարօրինակ շրջիկ քվեարկության բացակայության հետ կապված
մի քիչ տարօրինակ, որտեվ շրջիկ քվեարկության ինստիտուտ Հայաստանում չկա եւ ճիշտ ասած ես կարծում եմ, որ լավ է, որ չկա